Ողջույն, այսօր հայկական խոհանոցում պատրաստում ենք հայկական ամենանրբահամ, ամենաքաղցր տոնական թխվածքներից մեկը՝ մեղրածոր փախլավա։ Սա փախլավայի թթվասերով բաղադրատոմսն է, շերտերը իդեալական թխվում են, իսկ ընկույզով շերտերը տեսեք ինչ գեղեցիկ են երևում։ Նուրբ, համեղ, քաղցր, մեղրի և ընկույզի արտահայտիչ համ, պարզապես իդեալական է։ Առանց այս շքեղ թխվածքի դժվար թե լինի հայկական ամանորյա տոնական սեղան։ Նախքան բաղադրատոմսին անցնելը պարտադիր հավանեք տեսանյութը և անցնենք պատրաստման գործընթացին։ Հայկական մեղրածոր փախլավա պատրաստելու համար մեզ անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները։ Թխվածք թխելու համար մեզ պետք է 4 ծու, որից 3 դեղնուցը կօգտագործենք խմորի մեջ, 1 դեղնուցը կգցենք փախլավայի երեսին, իսկ 4 ձվի սպիտակուցով կպատրաստենք ընկույզով միջուկը։ 3 ձվի դեղնուցի վրա ավելացնում ենք 250 գրամ թթվասեր, 1 պտղուն ծաղ, 1 թեյի գդալ սոդա և 3 ճաշի գդալ շաքարավազ։ Փախլավան թխելու համար մեզ անհրաժեշտ է 350 գրամ շաքարավազ, որից 3 ճաշի գդալը ավելացնում ենք խմորի մեջ։ Զանգվածը խառնում ենք, որպեսզի սոդան ակտիվանա և ծավալը մեծանա մոտ 1 անգամ։ Թաց բաղադրիչները մի կողմ ենք դնում, իսկ հիմա պատրաստենք կարագով և այլուրով փշրանք։ Մեզ անհրաժեշտ է 700 գրամ այլուր, որից 100 գրամ այլուրը մի կողմ ենք դնում խմորը հունցելու և շերտերը կրկնակելու համար։ 250 գրամ կարագը կամ մարգարինը այլուրի մեջ թաթախելով անց ենք կացնում քերիչի խոշոր անցքերով։ Պետք է ստանանք փշրանք։ Նախքան կարագը օգտագործելը դրեք սառցախցիկ մոտ 10 րոպե, որպեսզի հեշտ լինի դրա հետ աշխատել։ Աշխատում ենք արագ գործել, որպեսզի ձեռքերի ջերմությունից կարագը չհալվի։ Այլուրը հավաքում ենք, բլրի տեսք ենք տալիս, մեջտեղը փոսիկ ենք անում և ավելացնում ենք թաց բաղադրիչները։ Հարգելիներս, հայկական խոհանոց ալիքում կա նաև շերտավոր խմորով պատրաստվող փախլավայի մեկ այլ համեղ բաղադրատոմս։ Բաղադրատոմսի հղումը կթողնեմ նկարագրությունների բաժնում։ Այլուրը եզրային հատվածներից առաջ ենք բերում, հավաքում ենք և հունցում ենք խմորը։ Այս եղանակով պատրաստված խմորից շերտերը ստացվում են շատ փխրուն, համեղ և իդեալական թխվում են։ 1-2 րոպե խմորը հունցելուց հետո ստանում ենք այսպիսի փափուկ ձեռքերին չկպչող խմոր։ Խմորը բաժանում ենք 2 մեծ և 1 փոքր գնդերի։ Մեծ գնդերը կշռում են 500 գրամ, իսկ փոքր գունդը, որը կշռում է 400 գրամ, փախլավայի միջին շերտն է։ Գնդերը ծածկում ենք սննդային թաղանթով, որպեսզի դրանց երեսին գեղև չառաջանա, և դնում ենք սառնարան մոտ 1 ժամ։ Մինչ գնդերը հանգստանում են, պատրաստենք փախլավայի միջուկը։ 4 ձվի սպիտակուցը հարում ենք 300 գրամ շաքարավազի հետ։ Երկար հարելու զանգվածը փրփրացնելու անհրաժեշտություն չկա, այնքան որ զանգվածը համասեռ դառնա։ Կարող եք նույնիսկ էլեկտրական հարիչ չօգտագործել, զանգվածը հարել գդալով կամ ձեռքի հարիչով։ Միջուկի համար մեզ անհրաժեշտ է 500 գրամ ընկույզ։ Ընկույզը ես ինքս եմ ջարդել և նման մանր ընկույզը ես միշտ օգտագործում եմ խմորեղեններ պատրաստելու համար։ Մի փոքր էլ կմարացնենք և վերջ։ Որպեսզի հեշտ ստացվի, կարող եք ընկույզը լցնել պոլիէթիլենային տոպրակի մեջ և կրկնակով մարացնել։ Սպիտակուցային զանգվածին ավելացնում ենք աղացած մեխակ, գդալի ծայրով և կես թեյի գդալ աղացած դարչին։ Դարչինի փոխարեն կարող եք ավելացնել նաև աղացած հիլ, այդպես էլ շատ համեղ է ստացվում։ Համեմունքները կարող եք ավելացնել ձեր քիմքին համապատասխան։ Ավելացնում ենք 500 գրամ մարացրած ընկույզը և մի լավ խառնում ենք։ Պետք է ստանանք կպչուն զանգված։ Ցանկության դեպքում կարող եք ավելացնել մի փոքր վանիլին, սակայն վանիլինը մեղմացնում է համեմունքների և մեղրի համը։ Միջուկը պատրաստ է, իսկ խմորը բավականաչափ հանգստացել է, մնում է միայն հավաքենք փախլավան։ Աշխատանքային սեղանի վրա մի փոքր այլուր ենք ցանում և կրկնակում ենք մեծ գնդերից մեկը։ Գունդը պետք է բացենք ջեռոցի տապակից մի փոքր մեծ, որպեսզի ջեռոցի տապակի ծայրերը նույնպես պատված լինեն խմորով։
Քանի որ խմորը բավականին յուղոտ է, ջեռոցի տապակի վրա հարկ չկա յուղաթուղթ փռել։ Ջեռոցի տապակի չափը 30-40 սանտիմետր է։ Ընկույզով զանգվածը բաժանում ենք երկու հավասար մասի և կեսը հավասարաչափ տարածում ենք առաջին շերտի վրա։ Բացում ենք փախլավայի միջին շերտը և պատարագաղով այսպես ծակծկում ենք, որպեսզի այն լավ թխվի և միջուկի քաղցրությունը անցնի շերտի մեջ։ Բացած շերտը դնում ենք առաջին շերտի վրա, ծայրերը գեղեցիկ տարածում ենք և ավելացնում ենք միջուկի մնացած մասը։ Հարգելիներս, բաղադրատոմսում օգտագործվող բոլոր բաղադրիչների հստակ չափաբաժինները ինչպես միշտ կգտնեք նկարագրությունների բաժնում, տեսանյութի ներքևում։ Բացում ենք վերջին գունդը և դնում ենք առաջին երկու շերտի վրա, իսկ ավելորդ ծայրի հատվածները հեռացնում ենք։ Չենք մոռանում 3 շերտերը ծայրի հատվածներից մի փոքր սեղմել։ Փախլավայի երեսին քսում ենք 1 ձվի դեղնուց։ Փախլավաձև ոչ խորը կտրվածքներ ենք անում։ Կտրվածքներ ենք անում միայն վերևի շերտի վրա։ Կախված թե ինչպիսի կտորներ եք ցանկանում ստանալ, կարող եք կտրել մեծ կամ փոքր։ Յուրաքանչյուր փախլավայի կտորի վրա դնում ենք կես ընկույզ։ Ընկույզի փոխարեն կարող եք օգտագործել նուշ, պնդուկ կամ 3-ը միառժամանակ, կամ ընդհանրապես չձևավորել փախլավան։ Ահա դեռ չթխված վիճակում ստացանք այսպիսի գեղեցկություն։ Փախլավան թխում ենք նախապես տաքացված ջեռոցում 180 աստիճան Ցելսիուս ջերմաստիճանում 35-ից 40 րոպե։ 30 րոպե անց հանում ենք փախլավան և ամբողջական կտրվածքներ ենք անում և ավելացնում ենք 350-ից 400 գրամ մեղր։ Եթե ձեռքի տակ այդքան մեղր չկա, կարող եք պատրաստել օշարակ և ավելացնել, օշարակի բաղադրատոմսը կգրեմ նկարագրությունների բաժնում։ Մեղրը կամ օշարակը ավելացնելիս ավելացնում ենք մանրակրկիտ ձևով, որ բոլոր կտրվածքների միջով մեղրը կամ օշարակը պարտադիր անցնի, որպեսզի փախլավան չոր չստացվի։ Մեղրն ավելացնելուց հետո անջատում ենք ջեռոցը և փախլավան դնում ենք արդեն անջատված ջեռոցի մեջ 5-ից 7 րոպե։ Մնում է միայն ամենադժվարը՝ սպասել առնվազն 4-ից 5 ժամ, այնուհետև ճաշակել այս համեղությունը։ Եթե թողնեք փախլավան մոտ 1 օր հանգստանա, այնուհետև ճաշակեք, այն ավելի համեղ կստացվի։ Այս բաղադրատոմսով պատրաստված փախլավան գնալով օր-օրի էլ ավելի համեղ է դառնում։ Այն կարելի է պահել 8-ից 10 օր։ Դե ինչ հարգելիներս, մեր հայկական ավանդական մեղրածոր անչափ համեղ փախլավան արդեն պատրաստ է։ Դուք էլ պատրաստեք այս եղանակով և մեկնաբանությունների բաժնում կիսվեք ձեր կարծիքներով։ Այսօր էլ այսքանը։ Պատրաստեք սիրով, եղեք առողջ և օրհնված։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։